Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր մենք կներկայացնենք Հայաստանի ներդրումային միջավայրը եւ դրա հետ փոխկապված նաեւ բնակչության այսպես կողմնորոշումը ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաեւ հնարավորինս կիրառական ոլորտներում, ինչ չափով բնակչությունը կարող է ներգրավված լինել, որքանով է նրանք պատկերացնում ներդրումների հետ կապված տնտեսական իրականությունը եւ մեր հյուրը կլինի տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը, բարև ձեզ, շնորհակալություն պարոն Աղաբեկյան մեր հրավերը ընդունելու համար եւ գուցե սկսենք ոչ ստանդարտ հարցից ներդրումների հետ կապված, ինչպես դուք կմեկնաբանեք ներդրումային պոտենցիալ իսկապես Հայաստանը ունի, անընդհատ որովհետև քննարկվում է, որ օտարերկրյա ներդրումները նվազել են, տեղական ներդրումները նույնպես քիչ են, բոլոր դեպքերում ենթադրենք կան ահռելի ներդրումներ, դրանք իրոք մենք ունենք տեղաբաշխելու խնդիր, թե ոչ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան բավականին մեծ չափով ինչպես ռելոկանտներ, այնպես էլ ֆինանսական ռեսուրսների ներհոսք տեղի ունեցավ եւ խոշոր հաշվով մենք չկարողացանք դա մարսել, ինստիտուցիոնալացնել, ունենք այդ ենթակառուցվածքները տնտեսական, որպեսզի նման դեպքերում մենք կարողանանք իսկապես ներգրավել միջոցներ եւ այդ միջոցները կարողանանք վերածել տնտեսական արդյունքի։ Համեցեք, խնդրեմ։ Այս տեսանկյունից, եթե նայենք, ներդրումային ոլորտը պահանջում է մի քանի շերտերի դիտարկում, նախ պիտի հասկանանք, որ ներդրումային ոլորտը պահանջում է եկամտաբերության ու ռիսկի որոշակի հավասարակշռվածություն, այսինքն եթե կա համապատասխան ռիսկ, ներդրողները պահանջում են դրան համարժեք եկամտաբերություն։ Այս դեպքում շուկայական մեխանիզմները սովորաբար փորձում են հավասարակշռել այս համակարգը, սակայն եթե բավարար, այսպես ասած, հավասարակշռվածություն չի լինում այստեղ, մենք կարող ենք տեսնել արդեն ներդրումների արտահոսք։ Դուք ճիշտ նշեցիք, որ վերջին տարիներին մենք ունեցանք բավականին շատ ներհոսք ֆինանսական ռեսուրսների եւ նաեւ ռելոկանտների եւ այս առումով առաջին ազդակները այստեղ բանկային համակարգում տեսանք, բանկային համակարգի ոչ տոկոսային եկամուտների աճներ եւ բանկային համակարգում ներդրումների աճը տեսանք եւ այս խնդիրը մեր համար պետք է լիներ հնարավորինս երկարաժամկետ այդ կապիտալը մեր ներսում պահելը։ Այս համատեքստում ենթակառուցվածքային առումով եթե դիտարկենք, մենք ունենք բավականին զարգացած ենթակառուցվածքային համակարգեր, այսինքն ունենք բանկային համակարգ, որը ունի որոշակի կայունություն զարգացվածության առումով, ունենք բորսա, որը իր ենթակառուցվածքային, այսպես ասած, առումով բավականին զարգացած է եւ չի զիջում իր տեխնոլոգիական կամ առևտրի մեխանիզմներով այլ համակարգերի, այլ երկրների համակարգերին, ունենք դեպոզիտար համակարգ, որը որոշ զգալիորեն ինտեգրված է նաեւ միջազգային պահարողական համակարգերին եւ այստեղ մեր խնդիրը պիտի լիներ հնարավորինս ստեղծել այն միջավայրը, որ այդ կապիտալը երկարաժամկետ մնար։ Այս համատեքստում երկրորդ շերտը, որ պիտի նայենք, դա մեր տնտեսությունն է, այսինքն դիտարկել ներդրումային ոլորտը կամ արժութախտերի շուկա, ֆինանսական շուկան առանց տնտեսական զարգացման բարդ է, այսինքն մի կողմից ֆինանսական համակարգի ավելի կայուն զարգացվածությունը պահանջում է կայուն զարգացած տնտեսություն ունենալ, մյուս կողմից էլ կայուն զարգացած տնտեսության համար է անհրաժեշտ առողջ ֆինանսական համակարգ եւ մեր խնդիրը թե պետական կառավարման համատեքստում, թե նաեւ բիզնեսի համատեքստում, որը պահանջ ունի կապիտալի, պիտի լինի այս ուղղությունների վրա աշխատանքը, այսինքն նվազեցնել ռիսկերը, որոնք այս ոլորտում կան եւ ստեղծել են եկամտաբեր ոլորտները ներդրողների համար, որտեղ ներդրողները շահագրգռված կլինեն ներդրում անելու, որտեղ ներդրողները մանավանդ օտարերկրյա ներդրողները իրենք միշտ ունեն այլընտրանք, այսօր զարգացվածությունը համաշխարհային ֆինանսական շուկաներին այլևս բերել նրան, որ ներդրումները սահման չեն ճանաչում եւ նույնիսկ մենք այստեղ նստած կարող ենք ներդրում անել ցանկացած երկրի ցանկացած շուկայում ցանկացած արժույթով, դրա համար
մենք չունենք որոշակի սահմանափակումներ այլևս։ Պարոն Աղաբեկյան, եթե մի դիտարկում անեմ եւ այդ շրջանակում նաեւ շարունակենք, դուք ասում եք, որ մենք այստեղ նստած կարող ենք ներդրումներ իրականացնել, բայց Հայաստանում ինստիտուցիոնալ առումով կան այդ համակարգերը, որոնք որ կուղղորդեն մի կողմից քաղաքացուն, մյուս կողմից փոքր բիզնեսին, հասկանալի է, որ խոշոր բիզնեսը կարող է տիրապետել այդպիսի գործիքակազմի, որտեղ դա նաև վերաբերում է գիտելիքին, դա նաև վերաբերում է մասնագիտական, տեխնիկական, տեխնոլոգիական կարողություններին, իսկ բնակչության մակարդակում եւ փոքր բիզնեսի շերտերում հնարավոր է, որ այդ կարողությունները մեծ չափով չլինեն, նույնիսկ տեղեկացվածություն չլինի դրա վերաբերյալ։ Արդյոք մենք ունենք այնպիսի համակարգ ֆինանսաբանկային ոլորտում, որ անմիջապես փոքր բիզնեսը կամ բնակչությունը կարողանա ներգրավել ձեր ասած ոլորտների մեջ եւ իրենք որոշակի աշխուժություն մտցնեն ներդրումների հետ կապված։ Այսօր մեր ֆինանսական համակարգի կարևորագույն խնդիրները հենց ձեր նշածի մեջ են, այսինքն որպեսզի մենք կարողանանք ավելի ինլայնել կամ նպաստել այսպես կոչված ֆինանսական շուկաների դեմոկրատացմանը, այսինքն հնարավորինս շատ ներգրավվածություն ունենանք ավելի փոքր ներդրողների կամ ավելի փոքր ֆինանսավորում ունեցող ֆիրմաների, մենք ամենակարևորագույն խնդիրը այստեղ նախ ֆինանսական գրագիտությունն է բնակչության մոտ, երկրորդ խնդիրը այստեղ կարող ենք տեսնել հիմնականում ընդխնայողությունների ձևավորման համակարգի մեջ, արդյոք բնակչությունը ունի բավարար խնայողություններ այդ ներդրումները կատարելու համար եւ ուր է ուղղում այդ խնայողությունները, ավանդաբար մեր համար ամենահիմնական ուղին դա բանկային ավանդներն են, այդպես է ձևավորվել նույնիսկ հանրապետության սկզբնավորումից սկսած, դա գալիս է նաև այն ավանդական մտածողության մեջ, մտածողությունից, որը ունենք, բայց այսօր ունենք մենք որոշակի արդեն նոր գործիքներ, նոր ֆինանսական ինստիտուտներ, բացի բանկերից, ներդրումային ֆոնդեր կան, բավականին շատ գործող ներդրումային ընկերություններ, որոնք պատրաստ են նույնիսկ տեխնոլոգիական բարձր զարգացված ծառայություններ մատուցել ֆինանսական տեխնոլոգիաների առումով զարգացվածության ներդրողներին, այստեղ այդ կարևոր հանգամանքները ձեր նշած այստեղ են խնդիրները, առաջինը բնակչության ֆինանսական գրագիտություն, որպեսզի մարդիկ իմանան այն այլընտրանքները ներդրումների տեսանկյունից, որտեղ իրենք կարող են ներդրում անել կամ ինչպես կարող են կառավարել իրենց խնայողությունները, իրենց միջոցները, կամ ավելի լայն իմաստով նույնիսկ խնդիր ունենք անձնական ֆինանսների կառավարման համատեքստում։ Մյուս կողմից փոքր նույնիսկ մեծ բիզնեսը ունի այդ խնդիրը, չնայած մեծ բիզնեսը ունի հնարավորություն վարձելու բավարար այսպես ասած գիտելիք ունեցող, պոտենցիալ ունեցող աշխատողների, որոնք կարող խորհրդատուների, փոքր բիզնեսը այս խնդիրները չի կարողանալու ինքնուրույն լուծել եւ կառավարման համակարգի հենց խնդիրը պիտի լինի այս ոլորտներին ուղղորդելը կամ ստեղծել ենթակառուցվածքային համակարգեր ներդրումների ներգրավման, ստեղծել այն ծրագրերը կամ աջակցել այդ ծրագրերի ստեղծմանը, որոնց միջոցով կկարողանան այդ միջոցները ներգրավել, բնականաբար այդ փոքր բիզնես ունի մեծ ռիսկեր եւ ֆինանսավորման համար ավանդական գործիքները շատ հաճախ բավարար չեն լինում, այս դեպքում գալիս են օգնելու նույն այլընտրանքային են ֆինանսավորման գործիքները, որ այսօր աշխարհում բավականին կիրառելի են, crowdfunding-ը եւ այլն, այսինքն այսօր մենք փոքր բիզնեսը այսօր կարող է պետք է պատրաստ լինի նաև այդ գործիքներին դիմելու, չնայած վերջին 1-2 տարվա մեջ մենք տեսնում ենք նաև օրինակ կորպորատիվ ֆինանս պարտատոմսերի թողարկումներ արդեն ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք իրենց չափերով բավականին փոքր են, այսինքն իրական ոլորտի կազմակերպությունների կողմից, եւ սա վկայում է այն մասին, որ այդ մշակույթը աստիճանաբար մուտք է գործում նաև փոքր բիզնեսի կամ բիզնեսի ոլորտ։ Այդ դեպքում հաջորդ հարցը տրամաբանական, որ առաջանում է, հետևյալն է. պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ քաղաքականություն, անհրաժեշտ գործիքակազմ, այն առումով, որ
ինչպես փոքր բիզնեսը, այնպես էլ բնակչությունը կարողանան ներգրավել ֆինանսական այդ լայն գործիքների շերտերի մեջ հավելյալ արդյունք ստեղծելու արժեշղթայի մեջ եւ ցանկության դեպքում ենթադրենք դուք նշում եք, որ հիմնականում բանկային ավանդների տեսքով են խնայողությունները տեղի ունենում, բայց բանկային ավանդներից բացի այլ գործիքակազմ կիրառելու քաղաքականություն կամ դրա հետ կապված իրազեկվածության բարձրացում, դուք տեսնում եք այսպիսի խնդիրներ, պետությունը կարողանում է դա իրականացնել կամ արդյոք կառավարման համակարգի մեջ դրված են այդ խնդիրները, որ տնտեսությունը այդ առումով դառնա ներառական եւ բնակչության լայն զանգվածները, ովքեր որ ունեն խնայողություններ, ովքեր որ ունեն ի վերջո եկամուտների բարձր մակարդակ եւ այլն, իսկ դրանք փոքր շերտ չեն, նրանք կարողանան ներգրավել ֆինանսական այդ համակարգի մեջ, այդ մեխանիզմների մեջ եւ բանկային ավանդներից բացի ձևավորվի ֆինանսական շուկայի այլ գործիքների միջոցով լրացուցիչ ավելացված արժեքի ստեղծում։ Դա ունենք այդ մեխանիզմները կամ պետությունը ունի այդ քաղաքականությունը։ Այս առումով քաղաքականությունը պահանջում է մի քանի ուղղություններ, այսինքն միայն պետական քաղաքականության մի ուղղությամբ իրականացումը բավարար չէ, որտեղ մենք ունենք կառավարության կապիտալի շուկայի հետ կապված զարգացման քաղաքականության ծրագրեր կամ կառավարություն իր ծրագրերում որոշակի ուղղություններ ունի կապիտալի շուկայի կամ ֆինանսական ներգրավվածության զարգացության առանձին համատեքստերի շուրջ, սակայն այստեղ պիտի տեսնենք, թե ինչպես է դա իր գործնականում իրացվում, որովհետև մի քանի կարևոր գործոններ կան ներդրումների տեսանկյունից, ինչպես նշեցի, այստեղ կարևոր են այն ռիսկերը նաև, բացի այն եկամտաբերությունից, որ տնտեսությունը պիտի ապահովի, նախ կառավարության հիմնական դերը, այսինքն կարգավորող կառույցների դերը պիտի լինի այդ ռիսկերի նվազեցումը եւ բիզնեսի համար հնարավորինս կայուն առանց համակարգային քիչ ռիսկերով գործելու միջավայրի ստեղծում ներդրողների տեսանկյունից այդ կայունությունը բավականին կարևոր է, որովհետեւ ներդրողը, որը ներդրում անում որոշակի ներդրումային հորիզոնի շրջանակներում ինքը որոշակի կայունություն է ակնկալում։ Հիմա կա այդ կայունությունը։ Ինչ չափով կա, ինչպես կգնահատեք։ Մենք վերջին տարիներին համոզվեցինք, որ ֆինանսական համակարգը որոշակի կայունություն ունի, դիմակայելու տարբեր ցնցումներ, սկսած արտարժույթի փոխարժեքի տատանումներից, վերջացրած որոշակի քաղաքական ցնցումներ, թե արտաքին, թե ներքին մարտահրավերներ այս առումով, եւ մեր ֆինանսական համակարգը նաև շնորհիվ կենտրոնական բանկի այս դեպքում կարողացավ հնարավորինս առանց ցնցումների որոշակի դիրք զբաղեցնել եւ այս դեպքում սա է պատճառը նաեւ որ այս համատեքստում հիմնական շահողը բանկային համակարգը դուրս եկավ, այսինքն մենք տեսանք, որ վերջին մի քանի տարվա մեջ այս հոսքերը, որոնք մտան եկան մեր երկիր, այսպես չասեմ մտան տնտեսություն, որովհետեւ տնտեսություն դրանք դեռևս չեն մտել։ Այդ առումով ներառականությունը շատ չէր։ Այսինքն ինքը եկա այդ հոսքերը եկան ֆինանսական համակարգ, մնացին ֆինանսական համակարգում, ֆինանսական ինստիտուտները փորձեցին այստեղ շահույթ ստանալ, բնականաբար, բայց այս դեպքում տնտեսության հատվածը չի աշխատում, այսինքն որպեսզի հենց այն բանկային համակարգի շահույթի կառուցվածքն է դա ցույց տալիս, որովհետև մենք տեսանք, որ բավականին մեծ չափով աճեց ոչ տոկոսային եկամուտները բանկային համակարգում, եւ այս դեպքում մենք սրան համարժեք զուգահեռ չտեսանք բիզնեսի ոլորտում, ասենք վարկավորման կամ այլ ծրագրերի աճի, եւ սա հենց վկայում է այն մասին, որ տնտեսության կողմից այդ միջոցների ներգրավման աստիճանն է բավականին ցածր, այստեղ խնդիրը նաև ոչ միայն այդ ինստիտուցիոնալ իրավական կայունության համակարգն է, այլ նաև մեր փոքր տնտեսություն լինելն է, որովհետև մենք չենք կարող անվերջ կապիտալ կլանել, որովհետև բիզնեսը պահանջում է որոշակի, այսինքն ներդրողները պահանջում են որոշակի աճ, այսինքն ոչ միայն իրենք ակնկալելու են որոշակի դրամական հոսքեր, այլ ապագա արժեքի աճ են ակնկալում, նոր արդյունք են ակնկալում, իսկ տնտեսությունը, որ ունի փոքր շուկա, չունի մեծ արտահանման պոտենցիալ, այս դեպքում դժվար է գործելու եւ այս համատեքստում հիմնական խնդիրը պիտի լինի, առաջինը
արտահանման հնարավորությունների մեծացումը, որին պիտի աջակցի կառավարությունը, եւ երկրորդը այստեղ շատ կարևոր է նման տնտեսությունների համար ավելի տեխնոլոգիական ոլորտների զարգացումը, որը փոքր, ասենք ասած, շուկա ունեցող տնտեսության համար զարգացման մեծ պոտենցիալ կարող է պարունակել։ Պարոն Ալաբեկյան, եթե անդրադառնանք ձեր այդ վերջին դիտարկումներին այն շրջանակում, որ կային բավականին մեծ ֆինանսական հոսքեր եւ իսկապես դրանք ակնհայտ են ու դրանք մնացին ֆինանսական համակարգում, ֆինանսաբանկային համակարգում, մեծ չափով չներառվեցին տնտեսության մեջ, կարծում եմ վերջին վիճակագրական տվյալները ուսումնասիրելու պարագայում իսկապես դա ակնհայտ է, որտեղ օրինակ 2025 թվականի առաջի եռամսյակի տվյալներով եթե դիտարկենք, ֆինանսական շուկայում կամ ընդհանրապես ծառայությունների շուկայում աճը ակնհայտ է, սակայն կտրուկ նվազեցում կա արդյունաբերության ոլորտում։ Սա իհարկե նշանակում է, որ տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածները փոխկապված չեն խորապես։ Եվ այստեղ ինչ մեխանիզմներ եք տեսնում, որ ներդրումային միջավայրը բարելավի այնպես, որ տնտեսության իրական եւ ֆինանսական հատվածների փոխկապվածությունը մեծանա եւ համատեղ արժեք ստեղծելու համակարգը մեծանա, այդպիսի ներուժ տեսնում եք կա, մենք ունենք դրա հնարավորությունը։ Իհարկե արտահանման խնդիրը միանշանակ ճիշտ եք դիտարկում, արտահանումը նաեւ փոխկապված է հաղորդակցության ուղիների հետ, որը մեր մոտ խնդրահարույց է։ Մենք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծած ապրանքներ արտահանելու համար չունենք նման ենթակառուցվածքներ։ Ակնհայտ է, որ դա նույնպես խնդիր կարող է լինել ապագայում։ Այդ դեպքում դուք ինչպես եք տեսնում ֆինանսական եւ իրական հատվածների փոխկապվածությունը, որտեղ նշելով, որ ֆինանսական համակարգն իսկապես զարգացած է, որ բոլոր ցուցանիշները այդպես են վկայում, դա են ցույց տալիս, բայց այդ ֆինանսական համակարգը չպետք է փոխկապվի իրական տնտեսության ճյուղերի հետ, տնտեսության ոլորտների հետ։ Ինչ ակնկալիքներ կան, ինչ մեկնաբանություններ ունեք այս շրջանակում։ Բնականաբար ֆինանսական եւ իրական հատվածների իրար ավելի սերտ համագործակցությունը եւ փոխազդեցությունը շատ կարեւոր է, քանի որ մեր տնտեսությունը հիմնականում, այսպես ասած, հենվում է հիմնականում բանկային ֆինանսավորման վրա, այս խնդրի լուծման կարևորագույն ուղին դա ոչ բանկային ֆինանսական ինստիտուտների զարգացումն է։ Դրանք հիմնականում ներդրումային ֆոնդերն են, այդ ներդրումային ֆոնդերի համակարգի զարգացումն է եւ տնտեսության համար ներդրումների ներգրավման այլընտրանքային գործիքների ստեղծումը։ Բանկային համակարգը ինքը երկարաժամկետ կապիտալում ներդրում կատարելու համար այդքան էլ այսպես հակված չէ եւ սովորաբար ավելի երկարաժամկետ ներդրումներ իրականացումը ավելի հատուկ է այլ ֆինանսական ինստիտուտներին, դրանք հիմնականում ներդրումային կենսաթոշակային ֆոնդերն են կամ այլ ֆինանսական ինստիտուտներ, որոնք պատրաստ են կամ կարող են իրենց թույլ տալ ներգրաված խնայողությունների, այսպես ասած, կապիտալին երկարաժամկետ ներդրում ապահովելուն, որովհետև բանկային համակարգում շատ հաճախ այդ խզվածություն կա միջոցների ներգրավման եւ երկարաժամկետ ներդրումների իրականացման առումով եւ բանկային համակարգը, քանի որ ունի ավելի, այսինքն ինքը աշխատում է որոշակի իրացվելիության սահմանափակումների մեջ, ինքը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ կամ անժամկետ գործիքներում, օրինակ բաժնետոմսերում կամ ավելի երկարաժամկետ կորպորատիվ գործիքներում ներդրում իրականացնել կամ ներդրում իրականացնել, ասենք, վենչուրային ծրագրերում, եւ այս խնդրի լուծմանը գալիս են օգնելու հենց ոչ բանկային ֆինանսական ինստիտուտները, մասնավորապես ներդրումային ֆոնդերը, վենչուրային ֆոնդերը կամ կենսաթոշակային ֆոնդերը, այս առաջին քայլը կարելի ասել կատարվեց նրանում, որ փորձ արվեց թույլ տալ մեր կենսաթոշակային ֆոնդերին, պարտադիր կենսաթոշակային ֆոնդերին ընդլայնել կամ փորձ է արվում թույլ տալ ընդլայնել այն ներդրումային գործիքները, որտեղ իրենք ներդրում էին անում, այսինքն ներդրում անել դեռևս, ասենք, չցուցակված ընկերությունների բաժնետոմսերում, եւ սա կարեւոր գործիք է, որովհետեւ այս ֆինանսական ինստիտուտների զարգացումը, մասնավորապես կենսաթոշակային համակարգի
ներկա գործող մոդելի ներդրման նպատակներից մեկը ոչ միայն ապագա կենսաթոշակի ապահովման այդ համակարգի կայունությունն էր, այլ նաև տնտեսության մեջ երկարաժամկետ կապիտալ ներդրումների աղբյուրների ստեղծումը եւ այս տեսանկյունից է հենց հիմնական գործողը պիտի լինեն իմ կարծիքով ոչ բանկային ֆինանսական հենց այդ ինստիտուտները, բայց մյուս կողմից էլ բիզնեսի տեսա, այսինքն այս ինստիտուտները մենք գիտենք, որ կարող են միջոցներ ներգրավել, այսինքն իրենք ունեն հնարավորություն միջոցներ ներգրավելու, բայց այս դեպքում պիտի նայենք արդեն որտեղ են այդ միջոցները ներդրվելու եւ ռիսկին համարժեք այդ եկամտաբերություն իրենք կարողանալու են ապահովել իրենց ներդրողների համար, հակառակ դեպքում այդ կապիտալը թե ներքին, թե արտաքին ինքը դուրս է գալու։ Մենք ունենք այսօր բավականին զարգացած պետական պարտատոմսերի, իրացվելի պետական պարտատոմսերի շուկա եւ որոշ չափով կորպորատիվ պարտատոմսերի շուկա, հիմնականում բանկային ֆինանսական կառույցների կողմից թողարկած պարտատոմսերն են այստեղ գերիշխում եւ սրա զարգացումը, այս համակարգերը հենց վկայում են նրա մասին, որ կա որոշակի պոտենցիալ ներդրողների կողմից, բայց ներդրողներն էլ փնտրում են համարժեք որոշակի գործիքներ եւ նաեւ երաշխիքներ, նաեւ այդ ռիսկերի զսպման մեխանիզմ է, որովհետեւ միայն պատկերայինը թե մենք պատկերացնենք որոշակի արժույթով ներդրում, դա բավարար չէ, այսինքն դրամով կամ արտարժույթով ներդրումը միայն բավարար չի ներդրողին, ներդրողը փնտրելու է նաեւ օրինակ իր ռիսկերի հեջավորման համարժեք գործիքներ կան, թե չէ, կամ օրինակ, արտարժույթի փոխարժեքը կայուն է, թե չէ, կամ տոկոսադրույքների համակարգը, որը կայուն է, թե չէ, կամ կան համարժեք օրինակ ացանցիալ գործիքները, որոնցով իրենք կարող են իրենց ռիսկերը զսպել։ Շատ լավ, որքան հասկանում եմ, դուք նաև կարևորություն եք տալիս այս ոլորտում ծառայությունների շուկայի զարգացմանը, ֆինանսական, բանկային, վերջերս մամուլում հրապարակումներ հանդիպեցի, որ կազմակերպվել է Հայաստանում առողջապահության բժշկական զբոսաշրջության հետ կապված մեծ համաժողով, այնուհետև առողջապահության ապահովագրման համակարգի ներդրման ինչ-որ էլի գիտաժողովեր եւ այլ։ Եթե դիտարկում ենք ինչպես զբոսաշրջությունը, այնպես էլ ապահովագրությունը տնտեսության խոշոր կամ կարևորագույն ոլորտներից են, որոնք բժշկական կամ կյանքի ապահովագրության եւ այդ շրջանակում են փորձում ձևավորել տնտեսություն։ Այսինքն հնարավորություն դուք տեսնում եք կոնկրետ հիմա մենք բժշկական կամ առողջապահության շրջանակում քննարկեցինք բժշկությունը, առողջապահությունը նմանատիպ ծառայություններով տնտեսության հետ փոխկապակցելու հնարավորություն դուք տեսնում եք, որ տնտեսական աճը պայմանավորվի նաեւ բժշկության ոլորտում, առողջապահության ոլորտում, այսինքն նաև այնպիսի ոլորտներում, որոնք կարող են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում ծառայություններ մատուցել, որովհետև առողջապահության ապահովագրությունը կամ բժշկական զբոսաշրջությունը դրանք միայն փոխկապված չեն հայաստանյան շուկայի հետ, դրանք ասեմ ավելին տարածաշրջանային բավականին մեծ պոտենցիալ կարող են ունենալ։ Արդյոք իսկապես դա գնահատվել է եւ տարածաշրջանում Վրաստան, նույնիսկ Թուրքիա, Իրան, որքան նկատում ենք Ռուսաստան, բժշկական զբոսաշրջությունը կամ առողջապահության ապահովագրության համակարգ կարծես թե զարգացած չէ եւ Հայաստանը ունի այդ առումով ներգրավելու պոտենցիալ շահառուներին եւ ստեղծելու լրացուցիչ հավելյալ արժեք տնտեսության մեջ։ Այս ոլորտում իրականացումը քաղաքականության, այս պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը շատ կարևոր կարող է լինել, որովհետեւ մեր փոքր սահմանափակ, ասենց ասած, արտահանման հնարավորություններով տնտեսության համար մենք պիտի փնտրենք, գտնենք այն ոլորտները, որոնք օրինակ այդ բժշկական ծառայությունների արտահանումը կարող է կազմակերպել, նույնիսկ արկա տրանսպորտային սահմանափակումների առումով եւ առողջապահական համակարգում ապահովագրական համակարգի ներդրումը օգնելու է մի կողմից, որովհետեւ կյանքի ապահովագրության կամ մյուս կողմից նաև բժշկական ապահովագրություն ընդհանրապես ապահովագրական ինստիտուտների զարգացումը բերում է նրան, որ գեներացվում ոչ միայն դրանք մարդկանց համար ռիսկերի մեղման գործիք են կամ ռիսկերի փոխանցման գործիք են, դրանք այդ ֆինանսական ինստիտուտները ելի միջոցներ են երկարաժամկետ կարողանում ներգրավել, որոնք նաև
պոտենցիալ ունեն տնտեսության մեջ ներդրվելու առումով։ Այսինքն մենք այստեղ երկու ուղղությամբ միանգամից կարող ենք զարգանալ, այսինքն օգուտ քաղել, մեկը փորձել տնտեսության մեջ որոշակի արտահանման մրցունակություն բարձրացնենք, մյուս կողմից գեներացնենք այլ ապահովագրական ընկերությունների կողմից միջոցներ, որոնք կարող են տնտեսության մեջ ներդրումներ վերածվեն եւ բնականաբար պետական քաղաքականությունը այս ոլորտում կամ նույն տեխնոլոգիական զարգացման ոլորտներում բավականին պիտի ինքը ավելի արդիական քայլերով գնա, որովհետեւ մրցակցությունը այս ոլորտում բավականին խիստ է։ Մենք երկար ժամանակ է օրինակ նույն տեխնոլոգիական ոլորտի IT ոլորտի զարգացման մասին ենք խոսում եւ ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում այս ոլորտում որոշակի աճ ունեցանք, բայց այդ աճը որոշակի մնայուն չէ, այսինքն մենք փորձում ենք արտոնություններ տրամադրել այդ ոլորտներին, փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել դրանց, բայց երկու բան կտեսանք, մի մասը դրանցից թողեց գնաց Հայաստանից, այսպես ասած, այսինքն չունեցավ այն միջավայրը, որտեղ ինքը կարող էր գնալ, կամ մեր միջավայրը այդքան մրցունակ չէր իրենց համար։ Մյուս կողմից էլ այս ոլորտները պիտի կարողանան տնտեսության մեջ որոշակի արդյունք գեներացնեն կամ ստեղծել որոշակի հոսքեր, որոնք ծախսվելու են մեր տնտեսության մեջ, այսինքն միայն դիտարկել պետական քաղաքականությունը այս առումով օրինակ հարկային արտոնությունների եւ այլնի համատեքստում չեմ կարծում այդքան էլ ճիշտ է, որովհետեւ պետական քաղաքականությունը ուղղակի արտոնությունների տրամադրման միջոցով դիտարկելը ինքը նաեւ վտանգավոր է, որովհետեւ մենք փորձում ենք ստեղծենք ինստիտուտներ կամ տնտեսություն, որը ծուլանում է, այսինքն տնտեսությունը կարող է ծուլանալ կամ արտոնությունների շրջանակներում գործել, չնայած մենք ունենք բավականին շատ ոլորտներ Հայաստանում, որոնք չեն ստացել երբեք արտոնություններ, բայց իրենք բավականին զարգացած են կամ ունեն զարգացման կամ արտահանման մեծ պոտենցիալ ունեն, եւ պետական քաղաքականությունը այս ոլորտներում հենց կառավարության քաղաքականությունը պիտի միտված լինի այս երկու ուղղություններով աշխատելին, այսինքն մի կողմից ստեղծել բիզնեսի համար միջավայրը ենթակառուցվածքները, որոնցով իրենք կարող են այդ արտահանումն իրականացնել, կլինի ապրանքների, թե ծառայությունների, եւ մյուս կողմից էլ ստեղծել այն ինստիտուցիոնալ իրավական համակարգը, ստեղծել այն կառույցները, որոնք կկարողանան կայացնել են ֆինանսական ինստիտուտներին, մասնավորապես ձեր նշած ապահովագրական ընկերություններին, ոլորտը, ապահովագրական համակարգերը, որոնք կգեներացնեն միջոցներ, որոնք կարող են տնտեսության մեջ երկարաժամկետ մնալ։ Շատ լավ, եթե ամփոփելու լինենք, ապա կարծես թե հետեւյալ հարցադրումների շրջանակը ավելի է այսպես հստակեցվում, դուք նշեցիք, որ ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ ֆինանսաբանկային համակարգի զարգացվածությունը հնարավորություն է տալիս ներգրավելու որոշ միջոցներ։ Սակայն ներգրավելուց հետո հաջորդ քայլը, որ այդ ներգրաված միջոցները պետք է մտնեն տնտեսության մյուս հատվածներ, կարծես թե այդքան էլ արդիականացված չէ եւ լավ չէ իրականացվում։ Արդյոք կարճաժամկետ հատվածում, արդյոք այս անորոշությունների փուլում դուք բոլոր դեպքերում տեսնում եք, որ տեխնոլոգիական եւ ֆինանսաբանկային համակարգի միջոցով ներգրավող կապիտալը կարող է տեղաբաշխվել նաեւ տնտեսության իրական հատվածում եւ ստեղծել հավելյալ արդյունք։ Այսպիսի մոդել ենթադրենք դուք տեսնում եք Հայաստանի տնտեսության պարագայում։ Նման մոդելի կառուցումը պիտի ներառի բոլոր համակարգերը, այսինքն մի կողմից պիտի տեսնենք հնարավորինս մեծ ներգրավվածություն ապահովել բնակչության կողմից այդ ներդրումների ոլորտում եւ այստեղ պիտի օգնեն մեզ նաեւ այլընտրանքային են ֆինանսական գործիքները, որոնք այսօր աշխարհում կան, դրանք ապակենտրոնացված ֆինանսների գործիքներ են, դրանք կորպորատիվ ավանդական ֆինանսավորման գործիքներ են, դրանք crowdfunding-ի եւ այլ գործիքներ են, որոնք միտված են տարբեր ռիսկայնության տարբեր ծրագրերի ֆինանսավորում իրականացնելուն։ Մյուս կողմից պիտի ստեղծենք այն համարժեք միջավայրը ֆինանսական ինստիտուտների կողմից միջավայրը, դրանք ներդրումային ֆոնդերն են, բանկային համակարգն է,
բանկային համակարգի համատեքստում կարող ենք ասել, որ կայուն զարգացած բանկային համակարգ կա եւ կենտրոնական բանկը բավականին արդյունավետ է առումով կարողանում է կարգավորել ռիսկերը եւ հիմա արդեն որոշակի աճ ունենք ներդրումային ֆոնդերի տեսանկյունից, բայց այդ ներդրումային ֆոնդերը դեռևս չունեն բավարար այն գործիքակազմը, որտեղ իրենք պիտի ներդրում անեն։ Այսինքն ներդրումային ֆոնդերի համար մնալ միայն պետական պարտատոմսերի համատեքստում ներդրում իրականացնել, դա հենց նրանից է գալիս, որ չունենք այն գործիքները, տնտեսության այն ոլորտները, որտեղ իրենք ներդրում պիտի անեն, եւ հաջորդ փուլը այստեղ վերևի մասը պիտի դիտարկենք հենց բիզնեսին, որը պիտի ներգրավի այդ միջոցները եւ պիտի ապահովի այդ պոտենցիալը աճի եւ ներկայացնի այն պահանջարկը ռեսուրսների, որի համար իրենք պիտի որոշակի եկամտաբերություն արդեն ապահովեն։ Այսինքն այստեղ պետական կառույցների հենց խնդիրը պիտի լինի այս նշածս մեխանիզմի արդյունավետ իրացումը եւ փոխկապակցության որոշակի ապահովումը, որովհետեւ եթե նշեցինք մենք մեր խոսքի մեջ, որ մեծ բիզնեսի համար հեշտ է կողմնորոշվել, հեշտ է լուծումներ գտնել, բայց եթե մենք փոքր բիզնեսին չենք աջակցում այս առումով կամ միջին փոքր բիզնեսին չենք աջակցում, մենք սահմանափակում ենք մեր աճի պոտենցիալը, որովհետև մեր համար, այսինքն մեր տնտեսության կամ բիզնեսի ֆինանսական համակարգի հենց դեմոկրատացումը ենթադրում է, որ հնարավորինս մեծ ներգրավվածություն պիտի լինի, թե ներժողների տեսանկյունից ավելի մանր ներժողների ներգրավվածություն եւ նաեւ բավականին տնտեսության մեջ ավելի լայն ոլորտներում ներդրումային հնարավորությունների ձևավորում, որոնք վերջին հաշվով պիտի նպաստեն տնտեսական ավելի կայուն աճի ուղիների ստեղծմանը։ Շատ կարևոր մեկնաբանություններ են, շնորհակալություն, հուսով եմ հետագայում նույնպես հնարավորություն կունենանք ավելի մանրամասն քննարկումներ իրականացնելու։ Հիշեցնեմ, մեր հյուրը տնտեսագետ Էդգար Աղաբեկյանն էր։ Շնորհակալություն։ Շնորհակալ։